Ինչքան ժամանակ կմնա կարծրախ։ Դի Թուրքից հարցնենք, ինչքան ինք իրան դες չարաճճի կամ անշնոր կպայի, ինչքան պահանջվի։ Ես ասում եմ, մենք ստեղ եկել ենք 89 թվից ու ես համանում մենք սից դուրս չենք ու չենք էլ գալ ուզում 180 տարի լանցնի։ Heç կապ չունի, թե այսօր ես եմ, թե իմ տղենա, թե իմ բանա, ստեղ եմ։ Պարոն գեներալ, դուք, այսպես ասենք, հա թուրքերի հետ առնչվել եք դեռևս նախորդ պատերազմի շրջանում 1990-80-ականների վերջին 89-ից սկսած։ Տարբերություն կա այս հարձակման եւ այն ժամանակ գործելավոճի, իրենց բարոյահոգեբանական վիճակի, ինչ տարբերություններ կա հիմնական։ Ես մի մարդ թուրք հետ իր ոչ մարդկային երևույթը ոչ մի տարբերություն, իր տրամադրվածությունը դեպի հայ ժողովուրդ, դեպի քրիստոնեություն, դեպի հավատքը ոչ մի տարբերություն, պրոստո մեջից տեխնոլոգիապես ինչ-որ զենքի երկու բան իր այդ նավթի գազի հաշվին, ասենք ֆինանսական բանով, փորձեր էր բաներ ճարել, ասենք զինվել, օդուժով, հեռահար զենքերով, փորձեց սա մանյովր անել, իմիտացիա անել մեր վրա, որ մենք տեսեք կարող եմ էսեն, ասես բաներ ա ուզում ցույց աշխարհին ինքին անել ոնց է մարդիկ վախից ու այդպես բաներ անում, դա արեց։ Դետքան շնորհք ունի, դե թող հմել անի կամ հմել փորձի մի մետր մտնի, հենց էմի։ Որտեվ այն առաջ օրը, ասենք, կարար էլի մի բան, որտեվ մենք միշտ չենք ուզեցել իրանցը վնասենք։ Եթե մենք որ իմանայինք ինքը վնասել, մենք իրանցը շատ կվնասեինք։ Իրանք արեցին, պրոստո արեցին, որ ցույց տան իրանք էլ են կարող եւ այլ եւ այլ։ Բայց մոռացել են, որ ասենք իրանք 94 թվին իրոք աղերսեր են, խաղաղություն են աղերսել, չել է մի հատ սենց սահման, չել է մի հատ տարածք, որ այսօր կա, որ տեղից ջեդնից պոկած չլվեր, ազերբայջանցիք պոկվեր էին տեղից, ասենք, որ եթե խրշներս կորցնենք, մինչև տանենք լցենք սեցով էլ կետային նավթետ կորեին, ինչ հետ ասենք սկել է։ Ալիևի խնդրանք, Ալիևի բան աշխարհին դիմել, աշխարհի միջամտությամբ խաղաղություն աղերսեցին, այդ խաղաղությունն էլ մենք էլ քանի որ մեր հայրենիքի անվտանգությունն ապահովել էինք արդեն հնարավորությունները սպաներ, այդ բանին իստված միջազգային բանով սենց կանգնեցրեցինք։ Բայց ոսոր ինձ մի հատ լավ ընկեր ունեին, այդպես մի բան ասեց, մեր սխալն էր, դրանցը ներելը վաբշե ավելի սխալակ հաստե չներելը։ Ներելը դրանցը, որտեղ դրանք երբ հնարավորություն ունեն դա այսօրվա մասին չի, դա հարյուրավոր տարիների, մի քանի դարերի, տասնյակ դարերի մասին, դրանք երբ հնարավորություն են ունեցել մեզ վնասել, որպես քրիստոնյա ժողովրդի կամ հայի, կամ այդ տարածաշրջանից մեզի վտարել, պոկել, այդ փորձերն արել են։ Ու նույն ձեռագիր են, նույն տիպի, ասենք կարան քնած սպասպան են, կարան մտնեն տանը 92 տարեկան պարավի վիզ կդրեն, 90 տարեկան բիձին սպանեն ակաժները կդրեն, զինվորի 18 տարեկան երեխի գլուխ կդրեն ձեռներ, նույն են շնացող, շնացված ժողովուրդը, որոնք որ ոչ մարդկային, դաժե ստի պատերազման կանունները չիտեն, պատերազմիներ կանուններն ունեն, զինվորի կամ մարդու կամ քաղաքացիական ժողովուրդ հետ իր ձևերի վայրում։ Պարոն գեներալ, 90-ականներին ձեզանից շատ վախենում էին ադրբեջանցիները։ Հիմա պակաս չեն վախենում, 100% լավ է տեղեկացված են, հիմա այդ հեշտ չէ, սվյազները, որ ստեղախոսով էլ խոսում ենք, սաղ իմանում են, երկմուտն էլ լավ էլ լսում են, միտես գաղթի բան չկա, իրանք լավ էլ գիտեն, դաժե մի վայթե որտեղ նստած խոսում ենք, ես սրա մասին էլ վայթե գիտեն։ Դա մի պա իրանց մոլորության խնդիրն է, որ նորից ընկան մոլորության, հետո դե քանի որ այսօր Թուրքիայի պես էլ եղբայրական երկիր ունեն, նա մեջիչ են էլ այս երկրները քանդելու նավթի, գազի, ոնց Սիրիանա քանդում կամ բանանում, ասենք Թուրքիան էլ այսօր մեծ իգրոկ է, չէ խաղերա, խաղում էս անում, են անում, դրանցն էլ բզում բրթում են, այս պատերազմը մեր տեմ, որ դրանց անում, ես շատ բան եմ անում Թուրքիայի խաղերը, որ ասենք այսօր լարվածություն կա Ռուսաստանի դեմ, ուզում են ինչ-որ մի բանով էլ մեզից են նեղացել են, որ Ռուսաստանը մի ժամ մտի կամ բան անի,